Բեյրութի մի քանի թաղամասերում քաոս է։ Իսրայելի բանակի հարվածներից շենքեր են հողին հավասարվել։ Լիբանանի առողջապահության նախարարությունը 14 զոհի մասին է հայտնում։ Ցահալը հայտնել է, որ թիրախում Հեզբոլլահի հրթիռային ստորաբաժանման հրամանատարն է եղել։ Հարվածներից հետո տեղեկություն չկա Ալի Ալ-Հուսեյնի մահվան մասին։ Չնայած Իսրայելի պնդումներին, թե Հեզբոլլահի ենթակառուցվածքներն է թիրախավորում, Լիբանանում ամենաշատը քաղաքացիական անձինք են տուժում, նկատում են մարդասիրական կազմակերպությունները։ Թել Ավիվի հարվածներին Հեզբոլլահը պատասխանել է հրետանային արկերով եւ հրթիռներով։ Հարավային Լիբանանում Ցահալը Հեզբոլլահի անօդաչու թռչող սարքեր է որսացել։ Իսրայելի հյուսիսային քաղաքներում մի քանի անգամ օդային տագնապի ազդանշան է միացել։ Մահացու հարձակումների ֆոնին այսօր Լիբանանի եւ Իսրայելի բարձրաստիճան զինվորականների հանդիպում է նախատեսված Վաշինգտոնում, հաղորդում է Associated Press-ը։ Լիբանանի արտգործնախարարությունն էլ հայտարարել է, որ ինտենսիվ դիվանագիտական ջանքեր են գործադրում Իսրայելի հարձակումները դադարեցնելու համար։ Այս հարձակումների հետևանքով ավելի է սրվում մարդասիրական վիճակը Լիբանանում։ Զանգվածային տեղահանումներ են երկրում։ Ավելի քան 1 միլիոն մարդ դեռ տեղահանված է։ Հայտնի չէ, նրանք երբ կկարողանան վերադառնալ իրենց տները։ Լիբանանի առողջապահության նախարարության տվյալով գրեթե 3 ամիս տևած հարվածներից հետո Լիբանանում զոհվել է մոտ 3300 մարդ։ Մարիամ Ամերջանյան, Գագիկ Տեր-Ղազարյան, Հայլուր։